Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, մեր զրույցն այսօր տնտեսական ու քաղաքական փոխկապակցված իրողությունների շուրջ է ծավալվելու եւ առաջին հարցը Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների վերաբերյալ է։ Մայիսից ծաղիկներն էին, հունիսից պտուղ բանջարեղենը եւ արդեն տեղեկացանք, որ այսօրվանից կաթնամթերքի ներմուծումը եւս Ռուսաստանի Դաշնություն արգելվում է։ Սա ռուսական կողմը պայմանավորում է բացառապես որակական խնդիրներով, ակնհայտ է, որ քաղաքական են պատճառները։ Ինչու Միշուստին Փաշինյան հանդիպումը չտվեց ցանկալի արդյունք, մանավանդ որ Փաշինյանը հիշեցնեմ ասել էր, թե հույս ունի բանակցությունների արդյունքներով կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր։ Չէր կարող տալ այդպես շատ հեշտ պտուղներ, որովհետև պատճառները տարբեր տեսակի են։ Քաղաքական են, որակական են եւ այդ թվում անվտանգային, ինչպես նաեւ երրորդ բաղադրիչ կա, որ նոր սկսել է նշմարվել։ Կարծես թե Ռուսաստանը պլանավորում է կատարում Հայաստանի տնտեսության համար, այսինքն քվոտավորում, ապա Հայաստանի տնտեսության համար կարծեք ստեղծել է նոր պլանային տնտեսական համակարգի մոդել։ Սկսենք երևի անվտանգային, սննդային անվտանգայինից։ Գիտեք, մինչև հիմա ինձ համար հարցը բաց է մնում։ Արդյոք այդ սննդամթերքը կամ այդ գյուղատնտեսական նշանակության ապրանքները Հայաստանի Հանրապետությունում շրջանառելիության համար վտանգավոր են թե ոչ։ Ինչու, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը երկաշճան ստուգում իրականացրեց։ Ա. Տնտեսվարողի մոտ կարծես թե կան խնդիրներ, Բ. Պետական վերահսկող գերատեսչությունը պատշաճ իր պարտականությունները չի կատարում։ Այսինքն, մեկը արտադրում է խախտումներով, նրա վերահսկողը չի կարողանում խախտումները բացահայտի, այնուհետև հրահանգավորի, որ դրանք վերացնեն թերացումները, եւ կանգնում են խնդիրների առջև։ Այսինքն, խնդիրը բաց է, ակնհայտորեն կա եւ այդ թվում հայկական կողմը չի հերքում, որ մենք ունենք խնդիրներ։ Հետևաբար սննդային անվտանգային առումով, շուկայական անվտանգության առումով ունենք խնդիրներ։ Երկրորդը իհարկե քաղաքական է, բայց քաղաքականը ածանցվում է արդեն գլխավոր նպատակից։ Ռուսական կողմը ասում է դուք եք այդքան խոսում ինքնիշխանությունից, դիվերսիֆիկացումից, տարբեր երկրներ արտահանումից։ Հիմա որ փակեցի, տեսակ, որ միայն իմ շուկայեք դուք կարողանում բերել։ Այն ապրանքները, որոնց 99%-ը, 100%-ը դուք արտահանում եք ռուսական շուկա։ Հիմա տեսակ, որ ինչպիսին է վաճառքը լինում։ Դուք չեք կարողանում պլանավորել ձեր տնտեսությունը, դուք կառավարությունից հատկացումներ եք կատարում ջերմոցային տնտեսություններին, գյուղատնտեսական նշանակության տարբեր պրոյեկտներից սկսած այգեգործությունից մինչև ֆերմերային տնտեսություններ եւ այլն, անդադ սուբսիդավորում են իրականացրել։ Մի դեպքում ծախսերի 50%-ի չափով, հաջորդ դեպքում վարկերի տոկոսների չափով անընդհատ կառավարությունը փող է ծախսել։ Եվ դրանով այդ թվում ուղերձ է հղում կառավարությունը, ասում է դուք այնքան չեք հասկանում, որ ձեր շուկան նույնիսկ պաշտպանված չի, ձեր դիվերսիֆիկացիան ապահովված չի, մի հատ էլ, այսինքն վաճառքի շարունակականությունն ու անընդհատությունը չեք կարողանում ապահովել, մի հատ էլ չեք կարողանում հասկանալ որտեղ փող ծախսեք, պետական բյուջեի միջոցների վատումներ եք իրականացնում։ Եկեք, քանի որ դուք այդքան անկարող եք, այդքան անկիրթ անգրագետ եք, այդքան ռազմավար չեք, այլ տակտիկ եք, եկեք ես ձեր փոխարեն ձեր տնտեսությունը կպլանավորեմ։ Հիմա Ռուսաստանը գնում է Հայաստանի տնտեսությանը պլանային տնտեսության վերածելու ճանապարհով։ Երբ կբացահայտվի այս քայլերը, կարծես թե հանրային դաշտում էլ չկա վերլուծություն։ Երբ կբացահայտվի, բայց ես ունեմ արդեն ներքին համոզմունք, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսություն տանում է դեպի պլանային տնտեսություն։ Իսկ սրանք չեն կարողանալու դրա դեմ աշխատել։ Սրանք չեն կարողանալու որևէ այլ պլանավորում իրականացնել, որևէ դիվերսիֆիկացում իրականացնել, անկախ իրենց այդ բառի համար կներեք, անկախ իրենց լոթի խոսելուց, իրանք ոչ մի բան չեն կարողանալու իրականացնել։ Պարոն Սարգսյան, մենք կհասցնենք դեռ խոսել դիվերսիֆիկացման փորձերի եւ սուբսիդիաների մասին, բայց այս մեր առաջին հարցի համատեքստում կցանկանայի մեջբերել Կենտրոնական բանկի մի պաշտոնյայի հայտարարություն, որ նորերս է արել լրատվամիջոցներից մեկի եթերով, ըստ նրա, եթե Ռուսաստանի Դաշնությունը տոտալ սահմանափակումների գնա եւ ապրանքները չիրացնենք, Հայաստանի Հանրապետության տնտեսության վնասը կկազմի 1-ից 1.5%։ Ինչ է ստացվում, այս բարձր կոռելյացիայի պայմաններում ընդամենը 1.5% ենք վնաս կրելու եւ առհասարակ մակրոտնտեսության վրա այդ ազդեցությունը երբ կնկատենք։ Տեսեք, ես չգիտեմ ով այդ պաշտոնյան, երիտասարդը ենթադրում եմ արդեն խոսքից եւ նրա կանխատեսումներից, որ տարբեր գրանտային ծրագրերից սնված, հատուկ հրահանգավորված տնտեսության մասին մակերեսային պատկերացումներ ունեցող, տնտեսական գործընկերներին ընդհանրապես չճանաչող ինչ որ երիտասարդի մասին է խոսում։ Հետևաբար
անլուրջ են նրանց այդպիսի բոլոր հայտարարությունները անկախ իրենց զբաղեցրած պաշտոնական դիրքից այդ թվում իրենց ծառային պատկանելիությունից։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը ունի շատ մեծ երկար շղթա ու մեծ շղթայական ռեակցիա։ Եթե նույնիսկ 1 ամսվա, 2 ամսվա կտրվածքով կարող է չափելի լինել 1.5-2%-ի չափը, որը կարծում եմ նույնիսկ դա չափելի չի այս պահի դրությամբ։ Եթե նույնիսկ դա կարող է չափելի լինել, հետագա դրա շղթայական ռեակցիան այս պահին դժվար է գնահատել։ Ինչու՞։ Որովհետև եթե գյուղմթերքը չի արտահանվում, գիտեք, ինքը ուղղակի չորթիվ չի, որ ասենք պայմանականորեն X ծավալ էր արտահանվում, այդ ծավալը հիմա չի արտահանվելու, հետևաբար տնտեսության վրա 1 կամ 2%-ի ազդեցություն կունենա։ Այնինչ, այդպիսի ծավալի չարտահանումը մի անգամից տանում է ընդհանրապես չարտադրելու մնացած քանակը, խմբականակը, որովհետև արտադրում է երկու շուկայի համար՝ ներհայաստանյան շուկայի եւ ռուսական շուկայի համար։ Երկուսի հանրագումարը թույլ է տալիս նրանց սպասարկել վարկային ծախսերը, ռոռոկման ծախսերը, աշխատավարձային ծախսեր եւ այլն։ Եթե արտահանման խոշոր խմբականակը հանում ենք, այլևս նրանց հաստատուն ծախսերը այնքան շատ են, որ նրանք չեն զբաղվում գյուղատնտեսությամբ։ Եթե նրանք չեն զբաղվում գյուղատնտեսությամբ, Հայաստանի Հանրապետությունը սկսում է ներկրել։ Այսինքն մոտավորապես 150,000 մարդ, եթե չեմ սխալվում, գյուղացիական տնտեսության մեջ ներգրավված ու զբաղված, այսինքն այս մարդիկ դուրս են գալիս գյուղատնտեսական զբաղվածությունից։ Հաջորդը վերամշակող արդյունաբերությունն է։ Եթե չարտադրվեց, բնականաբար վերամշակող արդյունաբերությունը չի կարողանում աշխատել։ Սրա գնահատականն է շատ դժվար տրվելու։ Այնուհետև, եթե չի աշխատում վերամշակող արդյունաբերությունը, իր աշխատակիցներին աշխատանքից հեռացնում։ Աշխատանքից հեռացման պարագայում բնականաբար սպառումն է կրճատվում արդեն Հայաստանի Հանրապետությունում։ Մարդը փող չի ստանում, աշխատավարձ եկամուտ չի ստանում, որ կարողանա գնա հաց առնի, կոշիկ առնի, հագուստ առնի եւ այլն։ Հետո ունենում են վերամշակող արդյունաբերությունը արդեն հարակից գործունեության տեսակներ։ Օրինակ, որքան է դրա ազդեցությունը ծառայությունների ոլորտի վրա։ Հաշվապահական ծառայություններ ձեռք են բերում, այո, իրավաբանական ծառայություններ ձեռք են բերում, այո, մարքեթինգային ծառայություններ ձեռք են բերում, այո, այսպիսի բազմաթիվ ոլորտներ կարող եմ թվարկել, որոնք որ մուլտիպլիկատիվ էֆեկտ են տալիս, այսինքն հարակից ծառայություններին եւ արտադրություններին նրանք նոր շունչ են հաղորդում, որպեսզի աշխատեն։ Սա մի բլոկ է միայն, այսինքն միայն արտահանումների սահմանափակումների բլոկը։ Իսկ եթե չենք մոռանում զրույցի սկզբում ասած պլանային տնտեսությունը, արդեն Ռուսաստանը պլանավորում է ասում է դուք կարտադրեք այսքան, ես դա ձեռք կբերեմ, ավել չեք կարող արտադրել։ Արդյոք մենք կարող ենք այստեղ հաջողել, թե չէ։ Արդյոք հետո քաղաքական այդպես նպատակները չեն ավելի խորանա եւ այլ ոլորտների վրա ազդեցություն դա ունենա։ Այսինքն կախվածությունը ավելի կմեծանա այս բaragայում։ Կախվածությունը շատ մեծացել է արդեն, բայց կախվածության դիվերսիֆիկացիան Նիկոլ Փաշինյանը իրականացրել է։ Կախվածությունը, եթե ժամանակին միայն Ռուսաստանից էր, հիմա կախվածությունը Ռուսաստանից է, Թուրքիայից է, Ադրբեջանից է, Ֆրանսիայից է, Ամերիկայից է, Անգլիայից է, Իսրայելից է եւ այսպես շարունակ։ Ամեն դեպքում իրենք պնդում են, որ հենց դրա շնորհիվ, դիվերսիֆիկացման այս փորձերի շնորհիվ մեկ բևեռից կախվածությունը ավելի նվազում է։ Դե Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ տեքստով ասաց, որ ինքնիշխանությունը մեկի փոխարեն մի քանիսից կախվածության մեջ է, այնինչ ինքնիշխանության ամբողջական վերացումն է։ Տեսեք, ինքը երևույթի մասին կարող է խոսել, այդ թվում անկեղծորեն խոսել, բայց հակառակ տրամաբանության 180-ից տարբեր ձևով է ինքը խոսում, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան չէ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը թույլատրել է Նիկոլ Փաշինյանը շատ ավելի, քան եղել է թույլ։ Հայաստանի Հանրապետությունը, գիտեք, անկախություն ասելով, ինքնիշխանություն ասելով առաջին հերթին մենք պետք է հասկանանք տնտեսական անկախություն, տնտեսական ինքնիշխանություն, մենք դա ունենք, ոչ։ Եթե կախվածություն ունեինք, հիմա ընդհանրապես գնում ենք պլանայինի, ընդ որում ոչ թե պլանավորում է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի կառավարությունը, այլ որևէ այլ երկիր։ Գիտեք, իմ համար էական չի այդ երկիրը դաշնակից Ռուսաստանն է, Ամերիկան է, թե որևէ այլ երկիր։ Տարբերություն չկա։ Փաստը մնում է փաստ։ Նիկոլ Փաշինյանը խոսելով ինքնիշխանության մասին, Հայաստանի ինքնիշխանությունը բառից բուն իմաստով ոչնչացնում է։ Պարոն Սարգսյան, ասում են, որ Ռուսաստանի Դաշնության սահմանափակումները ի վերջո հանգեցնելու են նաև տնտեսական կոլապսի, թեև այս տեսակետները հերքող մասնագետներ էլ կան։ Ձեր դիտարկումները ամենամեծ, այսպես բացասական հետևանքը ո՞րն է լինելու մեր տնտեսության համար։ Ամենամեծ բացասական հետևանքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստն է եւ Հայաստանի Հանրապետության լիակատար կախվածությունը Թուրքիայից։ Հայաստանում ինչը որ արտադրվում է, դա վաճառվում է ռուսական շուկայում կամ ԵԱՏՄ շուկայում։ Եթե ռուսական շուկայում վաճառքները արգելափակվեցին, հետեւաբար
արդեն մեր զրույցի սկզբում նշած եղանակով Հայաստանում արտադրողը այլևս չի արտադրելու։ Չարտադրված ապրանքի բացը միշտ լրացնում են ներկրողները։ Ով է այստեղ շատ ավելի հարմար դիրքում հայտնվում Թուրքիան, որովհետև այն ինչը մենք Հայաստանում արտադրում ենք, ինքը արտադրում է Թուրքիայում։ Հայաստանում, այսինքն Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները տանում է Հայաստանում ամեն ինչի արտադրության իսպառ բացակայության եւ Թուրքիայից ներկրումների ծավալների ավելացման։ Գիտեք, նույնիսկ խոսակցություններ են ունեցել տարբեր այդպես պատկան նախարարություններ, օրինակ բնապահպանության նախարարությունը, ձկնաբույսներ, չգիտեմ, այլ նախարարություններ, էկոնոմիկայի նախարարությունը, ջերմոցատներ եւ այլն, բոլորի այսպես խոսքի տակ թաքնված է, որ մենք սպառող երկիր պետք է դառնանք, պես պետք չի ձեր արտադրանքը։ Մենք կներկրենք եւ կվաճառենք։ Սա նշանակում է, որ անդադ Թուրքիայից կախվածության ավելացում, այնուհետև մատակարարների անընդհատ դանդաղեցումներ կամ մատակարարների բացակայություն, որևէ քաղաքական ինչ-որ հարցի լուծման նպատակով։ Օրինակ Թուրքիան կարող է ասել, գիտես, ես Հայաստանի Հանրապետություն ABC ապրանքների մատակարարումը դադարեցնում եմ, մինչև չգնաս ՄԱԿ-ի ամբիոնից այս ինչ հայտարարություն անես կամ Եվրոխորհրդանում չգնաս այսպիսի ելույթ ունենաս կամ չգիտեմ, բացի Արցախից այդ թվում ջերմուկի պես գրաված տարածքների չհրաժարվես, մատակարարները չեն վերականգնելու, որովհետև մատակարարների շղթան դժվար վերականգնելի բան է։ Այսինքն, եթե մենք ամբողջությամբ կապերը կտրեցինք այլ երկրների հետ, միայն եղավ մեր մատակարարը Թուրքիան, Թուրքիայի մատակարարների դադարեցման պարագայում կարող է ամիսներ պահանջվել, որպեսզի մենք կարողանանք այլընտրանքային որևէ ներկրում իրականացնել։ Պայմանականորեն եկեք համարենք, որ Թուրքիայից ներկրման այլընտրանքը Չինաստանից ներկրումն է։ Միայն Չինաստանից Հայաստան բեռի ներկրման ժամանակահատվածը կազմում է 2 ամիս։ Դուք պատկերացրեք 2 ամսին նախորդող պատվիրելու ժամանակահատված, որում պատվիրման չափականակներ գոյություն ունեն, ահռելի տնտեսություն Չինաստան, այսինքն յուրաքանչյուր չի կարող գնալ 10 կիլոգրամ ինչ-որ ապրանք պատվիրել։ Ահռելի մեծ քանակների մասին է խոսքը, որպեսզի վաճառք լինի։ Ընդ որում նաև շատ ավելի վտանգավոր բաներ կան։ Շատ են նաև դեպքեր, երբ որ Չինաստանի արտադրող գործարան ասում է, ես քո հետ ուղիղ կապով չեմ աշխատում, ես ունեմ տարածաշրջանային ներկայացուցչություն, որի ներկայացուցիչը իմիջիայլոց նորից թուրքական կազմակերպություն է։ Պատկերացրեցինք, այսինքն ամենածանր հետևանքը Հայաստան տնտեսության համար Հայաստան տնտեսության լիակատար կախվածությունը Թուրքիայից։ Օրինակ, սրանք խոսում էին ցորենի եւ ալյուրի ներկրման այլընտրանքային շուկաների մասին։ Տեսեք, խոսում են ինչ ցանկանում են, չունեն բացարձակ խոսքի հանդեպ պատասխանատվություն, ինչ անդորմալություն ասեք, ուղղակի դուրս են տալիս ներողություն բառից համար։ Աշխարհում ցորենի արտահանման 3 երկիր կա. Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա։ Ռուսաստանից մենք դադարեցնում ենք Կանադայից ենք էժան ալյուրը բերելու։ Միայն ճանապարհը պատկերացնում ենք, չէ՞, ինչքան կարող է թանկացնել դա։ Եվ պլյուս Կանադան մեզ դա կվաճառի, թե չի վաճառի, այդքան քվոտա մեզ համար կսահմանի, թե չէ։ Այսինքն սա նշանակում է Թուրքիան Ռուսաստանից առնելու է ալյուրը, Հայաստանի վրա վերավաճառելու է, կրկին փող է աշխատելու։ Այսինքն մենք ալյուրը ավելի թանկ ենք ձեռք բերելու։ Հետևաբար, որպեսզի հանրագումարի բերենք, ինչն է սրա վերջնական այսպես հետևանքը Հայաստանում գործազրկության աճ, եկամուտների բացակայություն կամ նվազում, որոնք միասին բերում են աղքատության, հանգեցնում են աղքատության ավելացման։ Հենց այս պահի 40% աղքատությունը կարող է դառնալ 60% միջև։ Եվ կրկին Թուրքիայի ազդեցության ավելացում։ Պարոն Սարգսյան, սուբսիդիաներ են տրվում տնտեսվարողներին, դրա մասին նշեցիք, PR ակցիաներ են արվում, ասում են, որ հայկական ծիրանը հասել է Փարիզ, վարդերը հասել են Նյու Յորք, Մարտակոսը հայկական ծիրանից ջեմ էր պատրաստում, սրանք որքանով են իրատեսական եւ դիվերսիֆիկացիայի այս փորձերը երբ կարող են իրական դառնալ ու ինչ ժամկետներում։ Առաջիկա 30 տարում չեն կարող դառնալ, դրանք կեղծիք են եւ սուտ։ Հայաստանի շուկայում վաճառվող կերասը, որպեսզի մեծ դիտողների համար պարզ լինի, շատ ավելի մեծ եւ մոտավորապես այդպես շատ մուգ բորդո կերասի մասին է խոսքը, որը վաճառվում է եւ հայաստանյան շուկայում եւ եվրոպական շուկայում։ Եվրոպայի ծայր արևմտյան եւ ծայր արևելյան երկրներում համեմատել ենք վերջերս մի քանի օր առաջ ընդամենը կրկնակի էժան է Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն մենք եվրոպացիներին, իսպանացիներին, պորտուգալացիներին ու այս կողմը հույներին, բուլղարներին ասելու ենք կրկնակի գնով ավել վաճառեք, հա, մեր, չգիտեմ, կերասը։ Դեղցը իհարկե հայկական դեղցի համը երբեք չի կարող ունենալ կամ միգուցե մեր համային ռեցեպտորներն են սովոր հենց հայկական համային հատկանիշներին,
բայց կրկին կրկնակի էժան էր, խնձորը կրկնակի էժան էր։ Խմիչքները Հայաստանը ինչ է արտադրում։ Եկեք Հայաստանի ամբողջ արտադրանքը մենք ուղղակի սվոտվելություն անենք, ինչ որ մի ցախ կողմ թղթի գրենք, մի երկու պտուղ բանջարեղեն, հագուստ, խմիչքներ, ծխախոտ եւ այլն, եւ եվրոպական շուկան դիտարկենք։ Գին որակ համադրության մեջ հայկական արտադրանքը չի կարող գնալ Եվրոպա։ Հայաստանը կարող է արտադրել, այո, կարող է։ Արտադրելու համար պետք է մենք տեսնենք երաստիճան կամ երրակողմ մեծ համագործակցություն, կառավարություն, բիզնես, գիտություն։ Մենք ինչ ենք տեսնում։ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարում։ Մենք տեսնում ենք գիտության ներդրումների այդպես չնչին ավելացումներ, որը չի բավարարում այդում լաբորատոր փորձարկումների համար։ Արդյունավետ, առողջ միմյանց հետ համագործակցություն չկա։ Այո, եթե գիտության, նորից եմ կրկնում, գիտություն, կառավարություն, բիզնես միասին համատեղ աշխատեն, այո, հնարավոր է ստանալ նոր արտադրանք, որը հնարավոր է վաճառել Եվրոպայում։ Գործող արտադրատեսակները չեն կարող։ Հիմա որպեսզի շատ ավելի հեշտ լինի մեզ պատկերացնելը։ Դուք պատկերացրեք եվրոպական շուկայում հայկական դեղարտադրողները մրցակցեն գերմանական դեղարտադրողների հետ։ Դա անհավանական է, չէ՞ ուղղակի։ Չի կարող այդպիսի բան լինել։ Գին որակ համադրության մեջ գումարած Եվրոպան ինքը ներքին շուկայում ներքին արտադրանքի սպառման պաշտպանության խնդիր ունի հենց հիմա։ Դուք պատկերացրեք հայկական կոնյակը եվրոպական շուկայում ֆրանսիական կոնյակի հետ մրցակցի։ Դուք պատկերացրեք հայկական գարեջուրը չեխական ու գերմանական գարեջի հետ մրցակցի։ Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի։ Պատկերացրեք հայկական հագուստը իտալական հետ մրցակցի։ Չի կարող լինել կամ հայկական պղպեղը բուլղարական պղպեղի հետ մրցակցի, չի կարող։ Դա գիտեք, այս պահի իրավիճակով հաստատ չի կարող, բայց մի հատ էլ ավելի խորքային պատկերացնելու համար միշտ ասել եմ, Ռուսաստանը ունի գեոպոլիտիկ այդպես ազդեցությունների պահպանման այլ եղանակ, Արևմուտքը ունի այլ եղանակ։ Ռուսաստանի եղանակը հետևյալն է. արտադրի բերիմ շուկայում վաճառի։ Արևմուտքինը հետևյալն է. ես քեզ կտրամադրեմ գրանտներ, վարկեր, միևնույն ժամանակ կարգել եմ քո արտադրանքի մուտքի իմ շուկա։ Ինչու՞, որովհետև տեսեք, իրենց տեսանկյունից նրանք էլ են ճիշտ անում։ Ես չեմ քննադատում Եվրոպային ինչու է այդպես անում։ Ոչ, ինքը իր շահերն է սպասարկում։ Ինքը իր արտադրողների շահերն է պաշտպանում։ Իսկ Հայաստանի կառավարությունը ինչ է անում։ Բացի խոսելուց, ընդ որում անկապ խոսելուց, չփոխկապակցված, անհոդաբաշխ, ուղղակի խոսում են։ Էկոնոմիկայի նախարարը առավոտից իրիկուն ինչ որ աննորմալ թվեր է հայտարարում։ Ասում է հայկական ծաղիկը գնաց Եվրոպա։ Ինչ քանակությամբ գնաց։ Օրական ենթադրենք 5 տրանսպորտային միջոց բեռնատար միջոցով որ դուրս էր գալիս Հայաստանից դեպի Ռուսաստան, մեկ ամսվա ընթացքում մեկ բեռնատար տարել եք, ենել Ուկրաինայի սահմաններին, չգիտեմ, բեռնաթափել եք, ամբողջությամբ փչացրել, փդացրել եւ այլն։ Ինչի մասին են խոսում։ Միգուցե գիտեք, այստեղից բանը չէ, դե ամառային արձակուրդային ամիսներին մեր հայրենակիցները Սփյուռքի հետ են վերադառնում իրենց հայրենիք, այնուհետև հետ են գնում երկիր, որտեղ որ ապրում են։ Միգուցե յուրաքանչյուր իր հետ 5 կիլոգրամ ծիրան արտահանի, որ այդպես բարեկամներին բան եւ այլն բաժանեն կամ իրենք էլ իրենց օգտակարությունը զգան համենայն դեպս։ Մեր էկոնոմիկայի նախարարը սա է համարում արտահանումը։ Հասկանալի է, պարոն Սարգսյան, տնտեսության մյուս այսպես ներքաղաքական սերացմանն անդրադառնանք, դարձյալ ինքնիշխանության մասին հայտարարությունների ներքո շարունակվում է սեփականության, անձեռնմխելիության, իրավունքի դեմ, այսպես process-ը արդեն Ծառուկյանն է թիրախում։ Տեսանք, որ հեցի օրինակով Արարատ ցեմենտն է պետականացվում, այսպես կոչված, եւ շարունակվում են կապարակնքված մնալ բազմաթիվ բիզնեսներ։ Սրա հետևանքների մասին խոսենք եւ նաեւ մեկ այլ համատեքստի, որն արձանագրում են մասնագիտական, հանրային քաղաքական տարբեր շրջանակներ, այն է ազգային կապիտալի ոչնչացմանը զուգահեռ դրսի ներդրողների ազդեցության մեծացում, ասում են, որ հենց Ծառուկյանի եւ Կարապետյանի տապալման փորձերի կողքին Սոկոլովն է Հայաստանում ներդրումներով աչքի ընկնում եւ հեռահար բիզնես ծրագրեր մշակում։ Հիշեցնենք, հաղորդվել է նախորդ շաբաթ, որ Հայաստանով անցնող Trip Plus առևտրային հիմնադրամն է ղեկավարելու նա, ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրողը։
Խնդրեմ ձեր դիտարկումները։ Հայաստանում ուրեմն տեղի չի ունենում ոչ մի պետականացում, Հայաստանում տեղի ունենում սեփականության վերաբաշխում։ Եվ քանի որ աշխարհը գտնվում է турբուլենտության մեջ, հստակ դեռևս, այսինքն 5 տարի առաջվա անվտանգային ճարտարապետությունը աշխարհի այժմ գոյություն չունի, փլուզված է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից առնվազն 2-ը արդեն դա խախտել են։ Այսինքն գոյություն չունի աշխարհում անվտանգային ճարտարապետություն, նոր ճարտարապետություն է կառուցվում։ Եվ որևէ մեկը դեռևս չգիտի, ով որ ազդեցության գոտի կարող է գնալ։ Հետևաբար, այսպես ով ինչ հասցնում տանում է։ Կհիշեք, սրանք նախընտրական ժամանակահատվածում PR-վում էին նույն թրիփով, նույն Ամերիկայի համաձայնագրերով եւ այլ, ամենակարևոր դրույթը կամ միակ կարևոր դրույթը, որը որ առարկայական էր, ոչ թե ուղղակի բառակույտ էր այդպես նախադասությունների մեջ, որն էր ընդհանրապես Հայաստանի Հանրապետության մասնավորապես Սյունիքի հատվածում հազվագյուտ մետաղների հանքերի ուսումնասիրություն, հանքարդյունաբերություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կրկին ինչ-որ մի բան զիջեց, որևէ բան դեռևս չստացավ։ Գիտեք, կրկին ինձ համար էական չի, որ պետությանը կզիջի Ռուսաստանին, Ամերիկային թեում։ Զիջեց ամենայն դեպս։ Հուշագրի ստորագրումը նկատի ունեք։ Այո, հուշագրի դրան հաջորդող ավելի պարզեցված հուշագրի հետո ավելի պարզեցված հուշագրի, այսպես ինչ որ աննորմալ ձևակերպումներ էին։ Հիմա անդրադառնալով հարցին, հեծի գնահատականը այդպես մոտավորապես համարվում էր, եթե չեմ սխալվում, $800 միլիոն $1 միլիարդ դոլարի սահմաններում, թող մի մոտավորապես $0.5 միլիարդ սահմաններում էլ Արարատի ցեմենտի գործարան լինի, այդպես ես ինձ իրավունք չվերապահեմ գնահատելու, $1.5 միլիարդ Հայաստանը որտեղից է վճարելու, որ պետականացնի, ինչի մասին է խոսքը։ Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի Հանրապետության $8 միլիարդ ունեցող բյուջեն մեկ տարվա մեջ երկու խոշորագույն օբյեկտի պետականացում իրականացնի եւ $1.5 միլիարդ վճարի, երբ որ բյուջեն դեֆիցիտով է փակել, այսինքն պետական պարտ դեռևս պետք է ներգրավի, որ կարողանա 2026 թվականի բյուջեն կատարի։ Չի կարող, չէ՞ արնել։ Այսինքն ակնհայտ է, որ տեղի ունենում սեփականության վերաբաշխում։ Ամերիա բանկի հետ ինչ տեղի ունեցավ։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում նստած Ամերիա բանկի բաժնետոմսերը ամբողջ վաճառվեցին։ Այդ ինչպես տեղի ունեցավ։ Ինչու տեղի ունեցավ։ Այսինքն Հայաստանի խոշորագույն բանկը կամ 3 խոշորագույն բանկերից մեկը, Հայաստան էլեկտրական ցանցերը, խոշորագույն ցեմենտ արտադրողը, ուղղակի Հայաստանի Հանրապետությունում այսպես նոր կապիտալի սեփականատեր են բերում։ Ովքեր որ իրենց հետ շատ ավելի հեշտ կաշխատեն, ովքեր որ շատ ավելի ենթակա կլինեն իրենց, չեն ըմբոստանա երբեք, կամ միգուցե դրսից իրենց տերերի թելադրված մարդիկ պետք է ներդրող լինեն Հայաստանում, որպեսզի կառավարեն ամբողջ ռազմավարական նշանակության օբյեկտները։ Այդ չըմբոստացողներին, խորհրդավոր լռություն պահպանողներին չի հասնելու իշխանությունը։ Բոլորին է հասնելու իշխանությունը։ Գիտեք, մարդկանց ձև է, սկզբունք է, ապրելակերպ է, չեմ կարող ասել։ Ինձ համար անընդունելի է գլխի կոր հրամանների կատարումը։ Ես տեսակով ըմբոստ մարդ եմ, հաջորդը տեսակով ըմբոստ մարդ չէ։ Հետևաբար մենք չենք կարող բոլորին պարտադրել ըմբոստ լինել, բայց այնուամենայնիվ հասնելու է բոլորին։ Իր թիմակիցներին ինչու չի հասնում։ Չհասավ իր ազգային ժողովի նախագահին, չհասավ մի քանի այլ նախարարների, չհասավ կառավարության աշխատակազմի ղեկավարներին, ովքեր որ հլու հնազանդ անդադ իրենց առայել են։ Այո, միշտ էլ հասնելու է։ Մեկին շուտ, մեկին ուշ, մեկին մի տարուց, մեկին 2 տարուց, բոլորին է հասնելու անխտիր։ Դրա համար մենք պետք է սրա դեմը առնենք, այդքան բան։ Թրիփի հեռանկարից խոսենք, որքանով եք բարձր գնահատում շանսերը կամ ցածր գնահատում շանսերը թրիփի իրագործելիության, հաշվի առնելով այդ նաև աշխարհաքաղաքական բաղադրիչը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ այսօր լարվածության մեծացումը հենց տարածաշրջանում։ Թրիփը շատ անորոշ ապագա ունի եւ մոտավորապես 1 տարի է, չէ՞, թրիփի մասին այդպես արդեն ակտիվ փաստաթղթավորված խոսակցությունները։ 1 տարի ես անդադ կրկնում եմ, որ թրիփը անհեռանկարային է այս պահի դրությամբ եւ թրիփի մասին կարծիք ասելը անթույլատրելի է։ Ես տեսել եմ տարբեր բևեռներից մեկը գովերքում է թրիփը, հաջորդը փնովում է թրիփը, բայց թրիփը ինքը այսպես անորոշության ուղղակի գագաթնակետն է։ Ինքը միֆ է, մի կեղծիք է, որի պատասխանը մենք չունենք, դեռևս չենք էլ կարող ունենալ եւ աշխարհքաղաքական վերլուծությունների արդյունքում չենք կարող ունենալ եւ արդեն խոսեցինք մենք աշխարհի турբուլենտության մասին եւ անվտանգության ճարտարապետության բացակայության մասին նման պարագայում խոսել թրիփի մասին ուղղակի անմտություն է։ Ինչ է թրիփը իրենից ներկայացնում։ Հայաստանի Հանրապետության տարածքով անցում
արևելյան եւ արևմտյան հատվածներով Հայաստանի սահմաններով, այսինքն Հայաստանի պետական սահմանից անցողունակության թույլտվություն երկու սահմաններից եւ արևմտյան եւ արևելյան սահմաններից։ Հենց պետական սահմանը տալիս է անցողունակություն, ինքը կոչվում է մաքսային սահման։ Հենց անունը արդեն դարձավ մաքսային սահման, այլևս Հայաստանի Հանրապետությունը չի որոշում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը դեռևս ԵԱՏՄ անդամ է։ Այսինքն ինքը կոչվում է ԵԱՏՄ սահմանը հատեցին։ Այսինքն Ամերիկան եւ Հայաստանը որոշեցին, որ ԵԱՏՄ-ի սահմանը հատում են, ոչ։ Այդ թվում Հայաստան-Ամերիկա հուշագրերի մեջ գրված է հետագա թրիփի շահագործման եւ այլնի ճակատագիրը որոշվում է Հայաստան, Ամերիկա եւ երրորդ երկիր քննարկման արդյունքում։ Ո՞վ է երրորդ երկիրը, եթե ոչ ԵԱՏՄ անդամ երկրներ, իհարկե իրենց Ռուսաստանը։ Այսինքն թրիփի մասին խոսել մի պարագայում, երբ որ դեռ չկա Ամերիկա եւ Ռուսաստան գեոպոլիտիկ համաձայնություն, սա ուղղակի ամմություն է, մենք չենք կարող դրա մասին խոսել։ Այ երբ որ Հայաստանի ճակատագիրը պարզ կդառնա, որ ԵԱՏՄ-ից հաստատ դուրս է գալիս, Թուրքիայի վիլայեթացում է անում եւ այլն, այն ժամանակ կարող ենք մենք թրիփին անդրադառնալ։ Գումարած մենք չպետք է մոռանանք նաեւ, խոսում ենք անդադ Ամերիկա եւ Ռուսաստան հակամարտության մասին, բայց պետք է մենք չմոռանանք Իրան-Ամերիկա պատերազմի եւ հակամարտության մասին, որովհետեւ թրիփը այնպես ինչպես որ հայտարարված էր ամենայն դեպս բաց աղբյուրներում Իրանի համար կարմիր գիծ է համարվում։ Հետևաբար մինչեւ Իրան, Ամերիկա, Ռուսաստան, Ամերիկա, Չինաստանին նաեւ այստեղ պետք չի մոռանալ։ Մինչեւ նրանք չունենան համաձայնությունները, իհարկե Թուրքիայի անընդհատ տարածաշրջանում աճող դերակատարումն էլ չպետք է երբևէ մոռանանք։ Մինչեւ այս բոլորը համաձայնության չգան, թրիփի մասին մենք չենք կարող խոսել։ Դրա համար ենք անդադ ասում, որ Հայաստանը շատ վաղուց այլևս կորցրել է իր սուբյեկտայնությունը եւ Նիկոլ Փաշինյանը գնում է այդպես տարբեր մարզային ինչ որ ակտիվ հանգիստների եւ այլնի դրսում որոշում է Հայաստանի Հանրապետության թրիփի, Սյունիքի եւ այլնի ճակատագիրը ինքը մասնակցություն ընդհանրապես չունի դրան։ Եվ պարոն Սարգսյան, ամփոփելով մեր զրույցը, անդրադառնանք ՊԵԿ-ի վերջին հրապարակած վիճակագրությանը հունվար-հունիս ամիսներին վերաբերվող, այն դեռևս չի արտացոլում Հայաստանից Ռուսաստանի Դաշնության արտահանումների սահմանափակումների հնարավոր հետևանքները, ամեն դեպքում մի ցուցանիշի մասին խոսենք, 1000 խոշոր հարկատուների հարկային մուտքերը 2026-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 123.8 միլիարդ դրամով, 986 միլիարդից հասնելով 1 տրիլիոն 109 միլիարդի։ Սա կոշտ հարկահավաքության հետևանք է, թե տնտեսական դրական միտումների։ Կոշտ հարկահավաքությունը միանշանակ կա, որովհետև դեռևս շատ շուտվանից էինք բարձրաձայնում, այդ թվում պաշտոնական նամակով դիմել էինք, ասում էինք բավական է արդեն բիզնեսի վրա այդպես քրեական գործերով անդադ հարձակում գործադրեք։ Մտեք ՊԵԿ-ի քննչական մարմիններ, բառից բուն իմաստով միջանցներում փաստաթղթեր, համակարգիչներ, սերվերներ, տարբեր տեխնիկաներ։ Նույնիսկ քայլելու տեղ չկա, պատկերացնում եք։ Այսինքն անընդհատ ամենաչնչին կասկածի պարագայում գնում են տնտեսվարողի մոտ, արգրավում են համակարգիչները, արգրավում են փաստաթղթերը, ձերբակալում են պաշտոնատար անձանց եւ ստիպում են, որպեսզի հարկային մուտքեր ապահովեն։ Սա առաջին, որը որ վերջին 1-1.5 տարին ծավալները ահռելի ավելացել են եւ նույնիսկ չեմ էլ հիշում ամենաբարձ ժամանակահատվածը 20-25 տարի առաջ էր մոտավորապես Քոչարյանի ժամանակահատվածում, որ ասում էին ամենավատ հարկային այդպես տերորն է գնում։ Նույնիսկ այն ժամանակ այսպիսի իրավիճակ չկար։ Երկրորդը, այդ նույն ժամանակահատվածում, որ կրկին PR են անում, թող խոսեն, որ սննդամթերքը 10%-ով աճել է սակագները։ Այսինքն դա ամենաարագ իրացվելի, ամենաարագ ձեռքբերվող ապրանքներն են 10% գնաճ, այսինքն հարկային բյուջեի մուտքերը ավելացել են, ինչի հաշվին, որովհետև ընտանիքների շատ փող է տարել, որովհետև յուրաքանչյուր ընտանիքի ծախսած գումարից 20% ավելացված արժեքի հարկը մտնում է պետական բյուջե։ Այս դրա համար են շատ տարել։ Գումարած արտահանումները, երբ որ այսինքն սահմանափակումները, երբ որ կիրառվում են արտահանումներ չկան կամ տեղում արտադրածը Հայաստանում չի վաճառում, խոսքը գյուղմթերքի մասին է, սկսում է ներկրում իրականացվել։ Եվ եթե ՊԵԿ-ի ցուցանիշները մենք հանրագումարի ենք բերում, այդպես ավելի մանրամասն ենք կարողանում իրեն դիտարկել, այդ թվում ներկրումներից ավելացած արժեքի հարկն է ավելացել, այսինքն ավելի շատ ենք սկսել ներկրել։ Սա հաջորդ հանգամանքը։ Մյուս հանգամանքը նախընտրական ժամանակահատված էր։ Առնվազն 70-80 հազար մարդ նախորդ տարվա համեմատ ավելի շատ էր եկել Հայաստան, այցելել։ Եթե նրանց անուն դնում ենք զբոսաշրջիկ, այսինքն 70 հազար մարդ ավելի Հայաստանում սպառում իրականացրել։
Բնականաբար սա էլ է լրացուցիչ հարկ գեներացնում։ Եվ վերջապես Երևանում այդքան շենքերը, որ կառուցվում են, 3-4-5 տարի կառուցվում են, սրանց բախտը կրկին բերել է։ Շատ շենքեր շահագործման հանձնվեցին 2026 թվականին, եւ շենքերի հարկերը, շահութահարկ եւ ավելացված արժեքի հարկը վճարվում է շենքի արդեն շահագործման հանձնելուց հետո։ Այսինքն նախորդ 3-4 տարիների կուտակված հարկը միանգամից 26 թվականին հավաքագրվեց։ Սա է պատճառը եղել, որ հարկերը ավելացեն, տեսեք բազմաթիվ պատճառներ նշեցի։ Եվ իսկ եթե մենք 1000 խոշոր հարկատների ցանկ ենք դիտարկում, այստեղ պատկերը շատ ավելի վատն է, շատ ավելի վտանգավոր։ Տեղաշարժեր կան։ Կան, բայց տեսնում եք ովքեր են մեր հարկատները, բանկերը, մոբայլ սենթրը, այսինքն բանկի այսպես առաջին տասնյակ, 15-յակ, 20-յակի մեջ այդքան բանկերի մուտքը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ հասարակությունը ապրում է վարկերով, նշանակում է, որ բանկերը վարկային պորտֆելը ընդլայնել, ավելի շատ վարկ են տրամադրել տնտեսությանը, այսինքն եւ ընտանիքներին, եւ անհատներին, եւ բիզնեսին, եւ շարունակում կերշահույթներ ապահովել։ Այո, ընդհանրապես։ Կամ բանկային ծառայությունները, այդ թվում ես պետք է հիշեմ 2022 թվականին ընդունված անկանխիկ գործունեության մասին օրենք։ Փողի տնօրինման մոնոպոլ դիրքը տվեցին բանկերին, բանկերն էլ սկսեցին փողի մուտքի համար գումար գանձել, երկրագրման համար գումար գանձել, փոխանցման համար գումար գանձել, խանութներում առևտրի համար 3.5-5%-ի չափով մինչև պոստտերմինալներից գումարներ գանձել։ Սա է պատճառը, որ հարկերն ավելացել։ Այսինքն մենք չենք կարող հարկերի ավելացման համար ծափահարել մի պարագայում, երբ որ դա չարիք էր հարկերի ավելացում, որովհետև աղքատացրել է հայ հասարակությանը, որ հարկերն ավելացել են։ Հարկերը ավելացել են, որ տանի չգիտեմ, հեծանիվներ առնի, հետո կառավարության կազմով հեծանվա վազք իրականացնի Նիկոլ Փաշինյանը, այդպես նախարարությունների կամ կառավարության աշխատասենյակների անդադ վերանորոգում իրականացնեն, նոր տրանսպորտային միջոցներ անդադ ձեռք բերեն, խոսում են ոստիկանության այդպես արդիականացման եւ այլնի մասին, օրի հանցագործություններ դուք տեսնում եք, որ ավելանում է, այդ թվում դիտավորյալ սպանությունները, մարդկանց կյանքին առողջության վտանգ սպառնացող հանցագործություններ եւ այլն եւ այլն։ Պաշտոնական վիճակագրությունը հակառակի մասին է փաստում։ Փոխել են վիճակագրության այդպես կառուցվածքը, այսինքն 3 տարի առաջ այլ եղանակով են հաշվարկ ներկայացնում, այժմ այլ են ներկայացնում, որպեսզի իրենց ցանկալի այդպես պաշտոնական վիճակագրության նվազեցում իբր թե Երևան։ Պարոն Սարգսյան, այսօրվա իրողությունները հաշվի առնելով հաջորդ կիսամյակի համար ինչ վիճակագրության ականատես կլինենք, ինչպիսի ցուցանիշների, թեկուզ պաշտոնական։ Հաջորդը Հաջորդ կիսամյակի։ Հաջորդ կիսամյակը դժվար է հիմա կանխատեսել, ընդ որում անշնորհակալ կլինի, որովհետև շատ այդպես գործոններ կան, որոնք որ ազդել են։ Մենք չգիտենք ռուսական սահմանափակումները որքան կտևեն, մենք չգիտենք որ շուկաներով փոխարինումը կիրականացվի, այսինքն Ռուսաստան արտահանվող ապրանքը բնական է այլ շուկա չենք կարողանալու արտահանենք, բայց եթե չարտահանեցինք նույն ֆերմերային տնտեսությունները, վերամշակող արդյունաբերությունը, մենք չգիտենք իրենք որ կազմակերպությունը կամ որ գործունեության տեսակ երբ կգնա դեպի սնանկացում, երբ կարողանա իր մոտ կառուցվածքային փոփոխություն իրականացնել եւ այլն, համար բարդ կլինի ասել, բայց ակնհայտ է մի բան, որ բոլոր սահմանափակումների, ոլորտների, աշխատակիցների աշխատավարձի նվազեցում է տեղի ունենալու, աշխատատեղերի կորուստ է տեղի ունենալու, այսինքն շատ մարդկանց աշխատանքից ազատելու են ուղղակի եւ նրանք էլ գիտեք 10-15 տարիքի ոլորտում ներգրավված մարդը գնա տրամագծորեն հակառակ ոլորտը, շատ դժվար է ադապտացվել։ Մենք չգիտենք նա կարողանալու է ադապտացվի թե չէ, կարողանալու է նոր հմտություններ ձեռք բերի թե չէ։ Հետևաբար բացասականը հաստատ բացասական է, բայց ծավալի մասին մի քանի ամսից երևի ավելի հեշտ գնահատականներ կտանք։ Հասկանալի է ձեր տեսակետը, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։